Գորաշկն ամեն օր ուղերձների շարք։ Ցույց տուր ինձ ճշմարտությունն ու արդարությունը։ Աստված փափագում է, որ դու ճանաչես և ընթանաս այն ճանապարհով, որը կառաջնորդի քեզ դեպի Իր խոստացած օրհնություններով առատ կյանքը։ Այդ կյանքը Տեր Աստծու արդարությամբ, խաղաղությամբ և ուրախությամբ լեցուն կյանքն է, և Նա Իր Խոսքի միջոցով հայտնում է քեզ լիարժեք, առատ և բավարարված կյանքի համար անհրաժեշտ հիմնարար ճշմարտությունները։ «Արդ հաստատուն կանգնեք ձեր մեջքը ճշմարտությամբ գոտևորված և արդարության զրահը հագած» (Եփեսացիս 6.14): Սիրելի՛ բարեկամ, Աստված մեզ Իր Խոսքն է տվել՝ Աստվածաշունչը, որպես մեր կյանքի ուղեցույց։ Ավելին՝ Նա հստակ պնդում է, որ Նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց կյանքին և աստվածապաշտությանը վերաբերող ամեն ինչ (Բ Պետրոս 1.3): Այլ խոսքերով ասած, Նա հոգացել է թե՛ այս կյանքի և թե՛ հոգևոր կյանքի համար մեզ անհրաժեշտ ամեն բան։ Աստված մեծ փափագ ունի, որ յուրաքանչյուր մարդու ցույց տա ճշմարտության մեջ ապրելու իրական ուղին։ Նա Աստվածաշնչի մեջ բացահայտում է Իր կամքը յուրաքանչյուր մարդու համար։ Մեր արձագանքը պետք է լինի Աստվածաշնչի էջերում բացահայտված ճշմարտությանը ծանոթանալը և աղոթելով Տեր Աստծուց օգնություն խնդրելն Իր կամքին հնազանդվելու իմաստություն և զորություն ընդունելու համար։ Երբ դու Տեր Աստծուց խնդրում ես Նրա ճշմարտությունը, այդպիսով բացահայտում ես, որ կարիք ունես ճանաչելու Աստծու կամքը և ապրելու Նրան նվիրված կյանքով։ Տեր Հիսուսն ասել է, որ Ինքն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը (տե՛ս Հովհաննես 14.6 խոսքը)։ Երբ դու Տեր Աստծուց խնդրում ես Նրա արդարությունը, այդպիսով բացահայտում ես, որ քեզ անհրաժեշտ է Տեր Աստծու իմաստությունն ու զորությունը, որպեսզի կյանքի տարբեր իրավիճակներում դեմ կանգնես չարի գայթակղություններին և հնազանդվելով Տեր Աստծու կամքին ապրես սրբության կյանքով։ Մենք մշտապես կարիք ունենք, որպեսզի Աստծու Սուրբ Հոգին հիշեցնի մեզ արդար և աստվածահաճո կյանք ապրելու հիմնարար արժեքների մասին։ Երբ աղոթում ենք արդարության համար, մենք նաև օգնություն ենք խնդրում Տիրոջից, որպեսզի ամեն օր ավելի ու ավելի նմանվենք Իրեն։ Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տերն ուզում է հագցնել քեզ Իր սպառազինությունը, որն առաջին հերթին Իր ճշմարտությունն է և Իր արդարությունը։ Առաջարկում եմ աղոթել միասին այս կարճ աղոթքով. «Սիրելի՛ Հայր, ես գիտեմ, որ տկար եմ և միայն իմ ջանքով ու զորությամբ անկարող եմ լինելու ապրել Քո ակնկալած արդարության կյանքով։ Գիտեմ նաև, որ եթե Դու Քո Հոգով չբացահայտես իրական ճշմարտությունը, ես իմ մարդկային ունակություններով անկարող եմ լինելու ընկալել և հասկանալ այն։ Խնդրում եմ, որ հայտնես ինձ Քո կամքը և սովորեցնես ինձ ապրել Քո կամքի համաձայն։ Խնդրում եմ, Տե՛ր, որ բացահայտես ինձ Քո ճշմարտությունը և լցնես ինձ Քո արդարությամբ։ Աղոթում ու խնդրում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։